Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ երկրի իշխանությունները չեն նահանջի շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին։ Իր ելույթում նա մեղադրել է Միացյալ Նահանգներին ընդվզումներ հրահրելու համար, ցուցարարներին անվանելով վանդալներ։ Խամենեիի խոսքով ցուցարարները գործում են օտարերկրյա օրակարգի շրջանակում, փորձելով հաճոյանալ այլ երկրների առաջնորդներին։ Ըստ որոշ իրանական տելեգրամ ալիքների, չնայած համացանցի սահմանափակումներին եւ ուժայինների կոշտ միջամտությանը, Իրանի քաղաքներում բողոքի ալիքները չեն մարում։ Թեհրանում եւ այլ վայրերում ցուցարարները հրկիզել են կառավարական շենքեր եւ պարզել մինչհեղափոխական շրջանի դրոշները։ Բողոքի ալիքը նոր թափ է ստացել Իրանի շահի վտարանդի որդու Ռեզա Փահլավիի կոչից հետո։ Իրավապաշտպանների տվյալներով բախումների հետևանքով զոհվել է առնվազն 42 մարդ, իսկ ձերբակալվածների թիվն անցնում է 2200-ը։ Պաշտոնական Թեհրանը հայտնում է նաև Իսրայելի Մոսադի գործակալների ձերբակալության մասին, որոնք ըստ իրանական կողմից ծրագրում էին սպանություններ իրականացնել մեղքը պետության վրա բարդելու նպատակով։ Միևնույն ժամանակ Իրանի իշխանությունների կողմնակիցները հակաակցիաներ են իրականացրել։ Իրանական պետական հեռուստառադիո ընկերությունը հայտնել է, որ նման ցույցեր են կազմակերպվել Զենջանում, Ահվազում, Արտեբիլում եւ այլ քաղաքներում։ Այս միջոցառումների մասնակիցները դատապարտել են անկարգությունները եւ իրենց աջակցությունը հայտնել իսլամական վարչակարգին։ Փողոց դուրս եկած քաղաքացիները պահանջել են վերջ տալ օտարերկրյա միջամտությանը։ Հալեպում հրադադար է հաստատվել, որն ուժի մեջ է մտել տեղական ժամանակով ժամը 3-ից, հայտնել է Սիրիայի պաշտպանության նախարարությունը։ Նախարարության տելեգրամ ալիքը հաղորդել է, որ որոշումը կայացվել է քաղաքում բախումների դադարեցման նպատակով։ Այժմ Շեխ Մաքսուդ եւ Աշրաֆիե շրջաններում պարետային ժամ է հայտարարվել։ Նախորդին սիրիական բանակը կոչ էր արել Հալեպի բնակչությանը տարհանվել եւ տեղակայվել հնարավորինս անվտանգ վայրերում։ Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր քրդերին պատկանող ենթակառուցվածքները որպես ռազմական դիրքեր դիտարկելու մասին։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Լիբանանում Հեզբոլլահի դիրքերին հասցված նոր հարվածների մասին։ Ցախալը հայտարարել է, որ որոշ ժամանակ առաջ իր հարվածների ալիքն ուղղված էր Լիբանանի մի քանի շրջաններում գտնվող Հեզբոլլահի ենթակառուցվածքներին, այդ թվում զենքի արտադրության օբյեկտին, զենքի պահեստներին եւ հրթիռային կայանքներին։ Ըստ իսրայելական կողմի այդ օբյեկտները օգտագործվել են Իսրայելի պետության եւ Իսրայելի պաշտպանության բանակի զինվորների դեմ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու համար։ Իսրայելը շեշտել է, որ թիրախավորված տեղերում Հեզբոլլահի գործունեությունը երկու երկրների միջև հրադադարի համաձայնագրերի խախտում է։ Ուկրաինան խնդրել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի եւ ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի շտաբ նիստ հրավիրել։ Սա տեղի ունեցել Լվովի մարզին Ռուսաստանի Օրեշնիկ հրթիռային համակարգով հարվածելուց հետո։ Կիևում կա 4 զոհ, 19 վիրավոր։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ հունվարի 8-ի լույս 9-ի գիշերը ռուսական ուժերը Ուկրաինայի տարածքում զանգվածային հարվածներ են հասցրել, այդ թվում Օրեշնիկ հրթիռային համակարգով։ Խոցվել են անօդաչու թռչող սարքերի արտադրության օբյեկտներ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ սա Նովգորոդի մարզում Ռուսաստանի նախագահի նստավայրի վրա հարձակման պատասխանն է։ Ռուսական հրթիռակոծության հետևանքով Ուկրաինայի մայրաքաղաքում ստեղծվել է էներգետիկ եւ կոմունալ ծանր իրավիճակ։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն բնակիչներին հորդորել է հնարավորության դեպքում ժամանակավորապես լքել քաղաքը։ Ենթակառուցվածքների վնասման պատճառով բազմաբնակարան շենքերի կեսը մնացել է առանց լույսի եւ ջեռուցման։ Մայրաքաղաքում խաթարվել է նաեւ ջրամատակարարումը եւ մետրոյի աշխատանքը։ Կոմունալ հարմարություններից զրկվել է նույնիսկ Գերագույն Ռադայի շենքը։ Պարոն գեներալ։ Գեներալ-մայոր Կարեն Շաքարյանին Արցախի նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանը զրկել է Արցախի հերոս բարձրագույն կոչումից, այս մասին Դանիելյանը հրամանագիր է ստորագրել։ Հավաքին այս մասով խնդրեմ պարոն գեներալ։ Շաքարյանը միացել է Հայաստանի վարչապետի հակաեկեղեցական արշավին եւ անցած կիրակի մասնակցել Երևանում տեղի ունեցած ուխտերթին։ Արցախցիների այսպես վրթովեցրել էր, որ թեմի առաջնորդը միացել է օրինակ եպիսկոպոսներին։ Դե հետաքրքրում է արցախցիներ, օրինակ ձեր ընկերները մարտական այդ թվում Բաքվի բանդերում են։ Ինչպես է այս ամենին արձագանքը։ Ինչպես։ Զբաղված են հետո։ Բայց ինչպես է այդ ամենին վերաբերվում։
Դատի կտան Նիկոլ Փաշինյանին իր այն պնդման համար, թե Հայաստանում չկա մի ընտանիք, որից հեծը գողություն արած չլինի։ Հեծի տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը ասել է, որ մտածում են այդ մասին։ Նա հռետորական հարց է հնչեցրել, թե որտեղ են այն 20-ից ավելի քրեական վարույթները, որոնց մասին իշխանությունները անընդհատ բարձրաձայնում են, եւ արդյոք նման հայտարարություններով կասկածի տակ չեն դնում իրավապահ համակարգի աշխատանքը։ Ղազինյանը բացառել է, որ իրենց կառավարման տարիներին հավելագրումներ եղած լինեն, չհաշված 1-2 դեպք։ Ուղղակի թույլ չի տալիս այդ հաշվիչները, այնպիսի հաշվիչները, որոնք թույլ չեն տալիս այսպես հավելագրում անել եւ անցնցում անցնել առաջ։ Հաշվի առնելով, որ այդ հաշվիչները նախ մեծ մասի դեպքում մարդկային գործոնն է բացառում, որովհետև ինքը թվերը քաշում է ավտոմատ, եւ երկրորդը վերջին հաշվով, եթե անգամ հավելագրում արվել է բազայում, այդ հաշվիչը կամ պետք է հանվի, կամ պետք է կորի, կամ պետք է գնա լաբորատորիա, որի միջոցով պետական է, եւ այնտեղ ֆիքսվի։ Սուտ է որակել Ղազինյանը հեծի կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանի ներկայացած վիճակագրությունը, թե անցած տարի ամանորի գիշերը 32,000 բաժանորդ է մնացել առանց հոսանքի, իսկ այս տարի ընդամենը 9200-ն են ամանորը առանց լույսի դիմավորել։ Ղազինյանը ներկայացրել է ՀՑԿՀ կայքում հրապարակված տվյալը, որն ըստ նրա ցույց է տալիս թվերի ահռելի տարբերություն։ 24-25-ին 6750 բաժանորդ 31-ին դեկտեմբերի, իսկ 25-26-ին 117021, 31-ին, չեմ կարող ասել այդ հարցեր իրեն, ես ձեզ 24-25-ի թիվը գոնե ասում եմ ՀՑԿ-ի կայքում մեզ կողմից տրված հաշվետվությունը։ Խոսելով հեծի գնման մասին, հեծի տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը նշել է, որ հեծի լիցենզիայի զրկումից 53 օր անց որևէ բանակցություն չի եղել կառավարության եւ հեծի սեփականատեր Սամվել Կարապետյանի միջև։ Ըստ Ղազինյանի, իշխող քաղաքական ուժը տեսնելով Սամվել Կարապետյանի աճող վարկանիշը, բառացիորեն վախենում է նրանից։ Իրենք ամբողջ թիմով լծվում են։ Այս ժամանակ ինչ որ մի process-ի կամ գործի, որտեղ իրենց արդեն պարտված են, իրենց զեկուցում են, չէ, վերջին հաշվով։ Համապատասխան կառույցներ ունեն, իրենց այսպես տարբերակներն ունեն ճշտելու ինֆորմացիան։ Իրենց զեկուցում են, որ չի աշխատում։ Սամվել Կարապետյանի ռեյտինգը հակառակը բարձրանում է։ Հիմա ինչ պետք է անել այդ ժամանակ։ Սկսել արդեն մարդ առանց կանոնների։ 100%-անոց ցտեր տարածել, վերջ, որը նորից չի աշխատել։ Դատարանը որոշում է կայացրել եւս 3 ամսով երկարաձգել Իմնեմնի փոդքասթի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի կալանքը, ինչից հետո Սամսոնյանը հայտարարել է, որ անժամկետ հացադուլ է սկսում։ Հայտարարում եմ անժամկետ հացադուլ, այս հայտարարության շարունակականությունը դադարեցնելու պահանջում։ Հենց այս պահից ես հայտարարում եմ անժամկետ հացադուլ։ Մեղադրող դատախազ Հայկ Ավետյանը միջնորդությունը հիմնավորել է բարույթի բնականոն ընթացքը խոչընդոտելու եւ վկաների վրա հնարավոր ազդեցություն ունենալու բարձր ռիսկերով։ Բացի այդ, դատախազը հատուկ շեշտել է փախուստի վտանգը, նշելով, որ Վազգեն Սաղաթելյանը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, ինչն ըստ մեղադրող կողմի մեծացնում է սահմանը հատելու հավանականությունը։ Հայաստանի Հանրապետության կապույտ անձնագիր ունեցող բոլոր արցախցիները իրավականորեն համարվել եւ համարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, անկախ անձնագրում առկա 070 կամ որևէ այլ կոդից, հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանը։ Նրա պնդմամբ քաղաքացիությունը չի որոշվում կոդով, եւ եթե Հայաստանի իշխանությունն այսօր այդ փաստաթղթերն անվանում է ճամփորդական անձնագիր, ապա պետք է ներկայացնի համապատասխան օրենսդրական հիմք, որը մինչեւ 2023 թվականի բռնի տեղահանությունը չի ունեցել։ Դանիելյանը հակաօրենսդրական է համարել կառավարության այն որոշումը, որով փաստացի մեկ օրում հազարավոր մարդիկ զրկվել են իրենց քաղաքացիությունից, ստեղծելով արհեստական իրավական կարգավիճակներ։ Անդրադառնալով բնակարանային ապահովման ծրագրին, Աշոտ Դանիելյանը շեշտել է, որ գործընթացում ստեղծվել են արհեստական խոչընդոտներ եւ բարդ փաստաթղթային քաշքշուկներ, ինչի պատճառով շատերը չեն կարողանում օգտվել պետական աջակցությունից։ Սոցիալական եւ մնացած այն ծրագրերը, Պետական եկամուտների կոմիտեն ստվերային տնտեսության եւ մաքսային իրավախախտումների դեմ պայքարի շրջանակում ագարակ սահմանային անցակետում բացահայտել է չհայտարարագրված ծխախոտի խոշոր խմբականակ։ Օրերս Իրանից ժամանած 2 ավտոքարշակի զննության ընթացքում ԱԾ սահմանապահ զորքերից ստացված օպերատիվ տվյալների հիման վրա մաքսային ծառայողները տրանսպորտային միջոցների սրահներից հայտնաբերել են հայկական արտադրության չհայտարարագրված շուրջ 7000 տուփ ծխախոտ։